Ենթադրում եմ Սանկտ Պետերբուրգ մեկնելու առիթը բիզնես ֆորումին մասնակցելն է։ Նաև բիզնես ֆորումի մասնակցելն է եղել, այո։ Լավ, անցնենք հրատապ խնդրին, դա մեր անմիջական հարևանությամբ իրադրությունն է գնալով ծանրացող, ինչ ես կարծում, աղասի, ժամանակն է չափել իրանական պատերազմի մեզ սպասվող հետևանքները։ Դեռևս դժվար է ասել, բայց իրավիճակը օրեցօր վատանում է եւ Տրամպի կառավարությունը դրդված չէ կանգնացնել արագորեն այս պատերազմը, ընդհանուր առմամբ իրենք ուկրաինական հակամարտությունից իրենց ամբողջ հայացքը այս պահին կամաց փոխում են դեպի Պարսկաստան, հասկանալով, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի շանսերը ավելի քիչ են, նույնիսկ այս վերջերս մեծ յոթնյակի հանդիպմանը Թրամփը արագորեն դուրս եկավ, երևի թե մի քանի ժամ այնտեղ անցկացնելով, չուզենալով հանդիպել Զելենսկիի հետ։ Սա Հայաստանի Հանրապետության համար այնքան է լավ չէ, ընդհանուր իր Պարսկաստանի վիճակը, որովհետև ինչքան մեր անմիջական հարևանների վիճակը վատթարանա, այնքան դա մեր վրա վատ կարող է անդրադառնալ։ Այսինքն էական չէ Թուրքիայում է պատերազմ, Ռուսաստանում է պատերազմ, Վրաստանում է պատերազմ, ինչքան այդ պատերազմը երկար շարունակվի, այնքան մեր տնտեսական վիճակը ավելի կվատթարանա եւ քաղաքական վիճակն, այսինքն զուտ մեզ ձեռք չի տալիս թույլ Պարսկաստան, Իրան Իսլամական Հանրապետություն եւ այս պատերազմը նույնպես ձեռք չի տալիս, ճիշտ է մեր անմիջական հարևանները եւ Ռուսաստանը հիմնականում եւ BRICS plus անդամ պետությունները փորձում են արագորեն դադարեցնել այս հակամարտությունը, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հակված է այն շարունակ։ Հայաստանի փոխվարչապետն արդեն ասում է, որ կան լոգիստիկ խնդիրներ։ Ենթադրում եմ վերաբերում է ուղիղ արտահանման ու ներմուծմանը այդ ճանապարհով։ Դա էլ կա, ճիշտ այս պահին տնտեսական վնասները այնքան են մեծ չեն, որովհետև Հայաստանի եւ ճիշտ անմիջական հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց մեր առևտրաշրջանառությունը այնքան է մեծ չի, հիմնականում արտահանվում է լույս գազի դիմաց, այսինքն մենք գազ ենք ներմուծում, լույս արտահանում ենք, ճիշտ այս վերջին ժամանակահատվածում առևտրաշրջանառությունը ակտիվացել է, հատկապես որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS plus անդամ պետություն, իսկ BRICS plus անդամ պետություններ եւ ԵԱՏՄ պետությունները, իսկ Հայաստանի ԵԱՏՄ պետությունը անդամ պետություն է, ունեն ազատ առևտրի համաձայնագրի որոշ տարեր, այսինքն մենք կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն շուկան որոշակի օրեն ներկայացնել մեր ապրանքները, որը երևում է որոշակի օրինաչափություն կա, եւ մեզ ասպես ասած լուզված եւ թույլ Պարսկաստան չի տալիս, որտեղ մենք պիտի դիվերսիֆիկացնենք մեր արտահանման շուկան, իսկ առաջին դիվերսիֆիկացման ուղին դա միջին արևելքն է, այսինքն եթե օրինակի համար Սիրիայի չքանդվեր, Իրաքը չքանդվեր, շուկաները ուսումնասիրել, այս պահին ճիշտ է, այդ ուղղություններով ծխախոտի մեծ քանակություն ենք արտահանում, բայց մեզ իրականում ձեռք չի տալիս, որպեսզի այսպես ասած այդ մեծ տնտեսական վնասներ գրի Պարսկաստանը։ Մյուս կողմից, աղասի, Հայաստան-Հնդկաստան կապը նույնպես իրականացվում է Իրանով։ Խնդրեմ կկրկնեք հարցը։ Հայաստան-Հնդկաստան կապը Իրանով է իրականացվում։ Այո, Հայաստան-Հնդկաստան կապը նույնպես Իրանով է կայացվում։ Դա էլ, այսինքն մենք ոչ միայն տեսնում ենք այս պահին Իրանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունների հետ առևտրաշրջանառության վայրացում, այլ երրորդ պետությունների մեջ, որոնց մեջ նաև Հնդկաստանն է։ Սա էլ է մեծ խնդիր ու ընդհանուր առմամբ անորոշության դաշտը մեծանում է
օրեցօր Ամերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականությամբ։ Աղասի պարադոքսն այն է, որ այս խնդիրներն առաջացել են վրացական անցակետում ստեղծված իրավիճակին զուգահեռ։ Այո, եւ սա բացասական է, որովհետեւ փաստացի դրական չի անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, որտեղ կամաց մեր տնտեսությունը շրջափակման դե ֆակտո շրջափակման մեջ է առնում, դրա համար եմ ասում, մեր չի ձեռ տալիս մեր հարևանների որևիցե մեկի տնտեսական կամ քաղաքական մեծ ասենք փոփոխություններ, որտիսի տեղի ունենան։ Բացի դրանից 2025 թվականը տնտեսապես այնքան էլ բարվոք տարի չի Հայաստանի չի կարող է այնքան էլ բարվոք տարի չլինել Հայաստանի Հանրապետության համար եւ առևտրաշրջանառության ուղիների սահմանափակումը եւս կարող է բացասական անդրադառնալ մեր տնտեսության վրա։ Արդեն իսկ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության առևտրի կրճատում, օրինակ արտահանումը 12 ամսյա կտրվածքով արդեն 10 միլիարդից ցածր է, հիշեցնեմ, որ տարվա վերջ 2024-ը մենք փակել ենք 13.1 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ, այսինքն փաստացի, այսինքն խոսքը ԵԱՏՄ շուկայի մասին է։ Ընդհանուր արտահանման մասին է խոսքը, այստեղ խնդիրն ինչու՞մ է, որ մեր արտահանումը պղծվել է ոսկու վերարտահանման եւ ցուցանիշները այսպես ասած 24 թվականի ցուցանիշների 62%-ը եղել է ոսկու եւ ադամանդի ժամանակավոր վերարտահանումը, որը քողարկել է տնտեսության իրական վիճակը, որովհետեւ 24 թվականին ճիշտ է մեր արտահանումը 54%-ով աճ արձանագրել, սակայն ավանդական ապրանքների ավարտահանումը դեպի ավանդական ուղղություններով բավականին ակում է ապրել, դեպի ԵԱՏՄ մեր հիմնական շուկա արտահանումը անկում է ապրել 24 թվականին 10%-ով, իսկ դեպի Եվրոմիություն 14%-ով։